այն բոլոր մտավախությունները, ճակերտավոր մտավախությունները, որոնք որ Ադրբեջանը առաջ է քաշում, պայմանագրի մեջ այդ բոլոր մտավախությունների հետ կապված լուծում կա եւ ոչ թե մի տեղում, այլ մի քանի տեղում, ինչպես վարչապետը ասաց, ինչպես նաեւ եթե դա էլ բավարար չլինի, մենք էլի պատրաստ ենք քննարկել, հասկանալ, արդյոք Հայաստանի օրինակ սահմանության մեջ այդ որ իրանք մեղադրում են տենց բաների տարածքային պահանջների մեջ տենց բան կա թե չկա, արդյոք իրանց սահմանության մեջ նման օրինակ բան կա թե չկա եւ վերջի վերջ այդ հարցը ոնց է լուծվելու մենք առնվազն ասում ենք որ մենք այդ հարցը արդեն լուծել ենք խաղաղության պայմանագրի մեջ ասում ենք որ մեր ներպետական ինստիտուտները անցնելուց հետո այդ նմանատիպ հարց չի առաջանալու վերջի վերջո կարող ենք փորձաքննության ուղարկենք երկու երկրների սահմանադրությունները որ պարզելու թե արդյոք այդ պնդումները իրականության հետ աղերսուն են թե չէ որովհետեւ միշտ կարելի է ասել օրինակ ինձ դուր չի գալիս քո մազերի գույնը կամ դուր չի գալիս քո ձեռագիրը կամ որևիցե բան բայց պետքա ամեն ինչի տակ հիմնավորում լինի մինչ այս պահը Ադրբեջանի այդ բանակցությունների մեջ մենք փորձել ենք ամեն ինչի տակ հիմնավորում ունենալ եւ այդ տրամաբանությամբ ենք իրենց հետ աշխատել կարծում եմ որ շարունակությունն էլ էլի տրամաբանված եւ հիմնավորված կլինի այլ ոչ թե ներքին լսարանի կամ ինչ որ հայտարարության քաղաքական հայտարարության մակարդակի ենթադրել որ իրական ասեցիք սահմանադրությունները փորձակցության ենթարկել ինչ մեխանիզմ է դա իրենից ենթադրելու դե օրինակ ես այտենց օրինակ կարող ենք ուղարկել Վենետիկի հանձնաժողով մեր երկու երկրների սահմանադրությունները եւ հարց ուղարկել թող Վենետիկի հանձնաժողով պայմանական ասի նման բան կա թե չէ բայց այնուամենայնիվ այն մնացած փաստարկները որ մենք բերել ենք միջև այսօր սահմանադրության հետ կապված իրենց հայտարարությունների հետ կապված դրանք մնում են ուժի մեջ դրանք որովիցե մեկը չի ասել որ դրանք էլ գոյություն չունեն այլ նորից եմ ասում նաև իրենց սահմանության մեջ ոչ միայն Հայաստանի, այլ նաև տարածաշրջանում այլ երկրների հետ կապված նման տրամաբանությունից ելնելով նման բաներ կան